Սկսենք նրանից, որ ապահովագրական համակարգի ներդրումը դա շատ կարևոր է երկրի զարգացման համար, սոցիալական իրավիճակը կարգավորելու համար, աղքատության դեմ պայքարելու համար, սա շատ կարևոր է, որովհետև գրպանից ծախսերը առողջապահական բերում են մարդկանց աղքատացմանը, չենք քննարկում կարևորությունը, բայց շատ կարևոր է, որ ճիշտ այս ռեֆորմը կատարվի, որպեսզի մարդիկ չհիասթափվեն այս ապահովագրությունից։ Նախապատրաստական չի կատարվել, այսպես ասած, դրված էր հստակ այսպես խնդիր, որ պետք է մենք հայտարարենք, որ հունվարի 1-ից ապահովագրված քաղաքացիները լինելու են 1,600,000 եւ հայտարարեցին։ Իսկ տակը պատրաստ էր ենթակառուցվածքները պատրաստ էին թե ոչ, դա այսպես օդի մեջ անցանք ապահովագրության։ Ինչ է կատարվում, քաղաքացիները չեն հասկանում ինչպես պետք է դիմեն, ինչ է կատարվում, ենթակառուցվածքները չգիտեն ոնց պետք է սպասարկեն։ Ոչ միայն Արմեդ համակարգը խնդիր ունի, այլ ընդհանրապես այդ էլեկտրոնային համակարգը, հարկայինից տեղեկատվություն, պետռեգիստրից եւ այլն խնդիրներ ունեն, որի արդյունքում քաղաքացիները վճարում են, բայց չեն կարող օգտվել ծառայություններից ընդհանրապես։ Այս գներով, այս տոկոսներով սև շրջանառությունը չի վերանալու, որովհետև ապահովագրական փոխհատուցումները մեծ դեպքերում, շատ դեպքերում ինքնարժեքից ցածր է դրված։ Երբ որ հաշվարկում ենք, մեզ ձեռք է տալի գնալ տաքսի քշել, ոչ թե գալ նստել հիվանդ վիրահատել, ու դա ասում են մեր պրոֆեսիոնալ բժիշկները։ Սա բերելու է երկու բանի։ Մեկը, որ սև շրջանառությունը շարունակվելու է մնալ եւ ավելի խորանալ, հիվանդից փող են վերցնելու։ Եվ երկրորդ տարբերակը պարզապես բժիշկները դուրս են գալու հիվանդանոցներից, արտագաղթելու են կամ գնալու են այն մասնավոր կենտրոնները, որոնք չեն ուզում ապահովագրությամբ աշխատել եւ իրենք վճարովի հիմունքներով իրենց հիվանդներին վիրահատելու են։ Քաղաքացիները, եթե առաջ լսում էին պետպատվերը վերջացել է, հիմա ասելու են, որ ապահովագրական գումար չկա, հերթագրվեք։ Իդեպ իրենք օրենքում մինչև 6 ամիս հերթագրման բան են դրել, սահմանափակում են դրել, այնպես որ մեր քաղաքացիները նույն ձև լսելու են վերջացել է բառը, որի արդյունքում գնալու են եւ վճարովի ծառայություններից են օգտվելու։ Անգամ մարդիկ չէին հավատում, որ մենք երբևիցե կտեսնենք այդ նախագիծը, հա։ Իրականում ինչ են ասում են դու մոպեդներով, բժիշկը մոպեդով թող հասնի հիվանդին։ Մենք հասել ենք մի փուլում, որ ոչ միտեղ տրամաբանություն չկա։ Armenia Today խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հերթական թողարկումն է, այս անգամ անդրադառնում ենք առողջապահական ոլորտին, այստեղ հարցերը բազմաթիվ են, խնդիրները բազմաթիվ են, փորձում են գտնել լուծումներ, իսկ ինչպիսի լուծումներ մենք երևի թե ոչ բոլորս գիտենք, նույնիսկ լուծումների մասին, որոնց մասին էլ գիտենք, դրանք մեզ համար երբեմն նաև վիճարկելի են լինում։ Իմ հյուրն է առողջապահական ոլորտի փորձագետ, առողջության իրավունք հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը, Տիկին Պողոսյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Իսկապես հարցերը բազմաթիվ են, նույնիսկ մեկ հարցազրույցի ընթացքում դժվար է բոլորին անդրադառնալ բավական մանրամասն, որտեղ յուրաքանչյուր հարցի պատասխանից ենթահարցեր են նույնիսկ լինում։ Սկսենք մի քանիսից, օրինակ ապահովագրական նոր պարտադիր այս համակարգի ներդրման մասին եւ իթե դրա մասին ամենից շատ կխոսենք, այստեղ առնչվող հարցերից մեկը գիտենք, որ շեմը յուրաքանչյուր քաղաքացու, որ իր եկամուտը գերազանցում է 200,000 դրամ ամսական, ինքը արդեն պարտադիր համակարգի, առողջապահական պարտադիր ապահովագրության համակարգի շահառու է։ Այստեղ բայց հարցերը այնպիսին են, սկսենք մեկից, որ ոչ բոլոր բուժ կենտրոններն են նախ միացել այս համակարգին եւ այդ համակարգի շահառու մեր համերկրացիները, համաքաղաքացիները ունեն ենթադրենք իրենց բժիշկները, որոնք որ փոքր միջին կլինիկաներում են աշխատում։ Իրենց բուժող բժիշկներն են։ Հիմա այդ կլինիկաները համակարգին միացած չեն, ստացվում է այնպես, որ պետությունը այս համակարգով ստիպում է քաղաքացուն գնալ խոշոր բուժկենտրոններ, անծանոթ բժիշկների մոտ, իրենց համար այդ պահին անծանոթ բժիշկների մոտ, երբ որ իրենց ամբողջ պատմությունը արդեն այլ կլինիկայում է։
Այս խնդիրը կա, հիմա ստացվում է այնպես, որ կամ պիտի ընտրի, քանի որ վճարում է արդեն համակարգին, կամ պիտի գնա այնտեղ, կամ արդեն իր գրպանից հավելյալ վճարի իր բժշկին եւ նման կլինիկային։ Այո։ Իրականում այս քաոսային վիճակը ստեղծվել է դեռ դեկտեմբեր ամսից, այսպես հախուռն միանգամից հայտարարեցին, որ մենք գնում ենք ապահովագրության եւ հունվարի 31-ին, ներողություն, դեկտեմբերի 31-ին, երբ որ հայտարարեցին, որ վաղվանից լինելու է ապահովագրություն, ոչ մի կլինիկայի հետ իրենք չունեին պայմանագրեր ապահովագրական ծառայությունների մատուցման, կար մի հիմնադրամ, որը ուներ մեկ աշխատող, դա հիմնադրամի նախագահն էր, որը որ ժամանակավոր նշանակվել էր վարչապետի կողմից երկրի, բազմաթիվ իրավական ակտերի խախտումներով եւ այլն, սա թողնում ենք մի կողմ, եւ իրենք հակասում էին իրենց իսկ ստեղծած օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերին։ Իրենք ստեղծել էին մի ենթաօրենսդրական ակտ, որով ասում էին, որ մենք պետք է բժշկական կենտրոնների պայման պահանջները, որակական ցուցանիշները եւ այլն ուսումնասիրենք, տեսնենք, որ բավարարում է, որից հետո նրա հետ կնքենք ապահովագրական պայմանագիր։ Սակայն ով դիմեց այդ փուլում, նրանք բոլորի հետ կնքեցին պայմանագրեր եւ քանի որ շատ մասնավոր բժշկական կենտրոններ չէին հասկանում ինչ է կատարվում եւ դեկտեմբերի 31-ին ոչ աշխատանքային օրը, որոնց ստիպել էին բոլորին աշխատել եւ ուղարկել այդ օֆերտայի պայմանագիրը, չուղարկեցին, նրանց հետ պարզապես չկնքվեցին այդ պայմանագրերը։ Նախապատրաստական աշխատանք այդ բուժկենտրոնների հետ չի կատարվել, դա ենք հասկանում։ Այո, նախապատրաստական չի կատարվել, այսպես ասած դրված էր հստակ այսպես խնդիր, որ պետք է մենք հայտարարենք, որ հունվարի 1-ից ապահովագրված քաղաքացիները լինելու են 1,600,000 եւ հայտարարեցին։ Իսկ տակը պատրաստ էր, ենթակառուցվածքները պատրաստ էին, թե ոչ, դա այսպես օդի մեջ անցանք ապահովագրության։ Ինչ է կատարվում, քաղաքացիները չեն հասկանում ինչպես պետք է դիմեն, ինչ է կատարվում, ենթակառուցվածքները չգիտեն ոնց պետք է սպասարկեն։ Շատ դեպքերում քաղաքացիներին, եթե մտերիմ են, կա ինչ-որ հին հիվանդներ են, խնդրում են, ասում են 2 շաբաթ հետո եկեք, 3 մինչև հասկանանք առ այսօր մենք ունենք այդ խնդիրները։ Առ այսօր չկային կոդերը, չկան պայմանավորվածություններ, չկա հաշվարկային հաստատված փաստաթուղթ, ինչպես պետք է օրինակ տնօրենը հաշվարկի աշխատավարձները բժիշկների, բուժքույրերի, որոնք որ ապահովագրված են։ Դա կա դրաֆտ տարբերակ, որը որ անհասկանալի է։ Եվ ձեր ասած հիվանդի ընտրությունը, այո, հիվանդները չգիտեն ինչպես անեն։ Հետաքրքիր մի բան ասեմ, բազմաթիվ են խնդիրները, երբ որ հիվանդը վճարել է այդ ապահովագրական գումարները, սակայն իր արմեդով ինքը ապահովագրված չի երևում։ Երբ որ զանգում են, ասում են, այո, չի ակտիվացել, երբ որ զանգում են արմեդ, ասում են դա մեր խնդիրը չի, զանգեք հարկա, այսինքն ոչ միայն արմեդ համակարգը խնդիր ունի, այլ ընդհանրապես այդ էլեկտրոնային համակարգը, հարկայինից տեղեկատվություն, պետռեգիստրից եւ այլն խնդիրներ ունեն, որի արդյունքում քաղաքացիները վճարում են, բայց չեն կարող օգտվել ծառայություններից ընդհանրապես։ Ֆինանսական բաղադրիչին անդրադառնալով հարցերից մեկը, որ նույնիսկ եկել են որոշ քաղաքացիների ծանոթություններ, ովքեր որ անհատ ձեռներեց են։ Այո։ Ածը ունեն։ Այո։ Եկել են ծանոթություններ, որ դուք դեկտեմբերի դրությամբ եւ ժամկետ է տրված մինչեւ ապրիլի, չգիտեմ, քանիսը։ Դուք պետք է վճարեք 2025, ոչ թե կրկնում եմ, ոչ թե 26, այլ 25 թվականի այդ վճարը 129,800 դրամը։ Այո։ Մարդիկ տարակուսած են, այսինքն մեզ կոպիտ ասած նախորդ տարի այդ ծառայությունը չի մատուցվել։ Ես ինչի դիմաց պետք է վճարեմ։
Դա մեկ այլ խնդիր է, որովհետև ԱԾՆ-ներին թույլ չեն տալիս ամեն ամիս վճարել, հա, այդ վճարը եւ ասում են միանգամից պետքա վճարենք 2 միլիոն 400 հազար շրջանառություն ունեցող ԱԾՆ-ներին, ասում են միանվագ մինչեւ ապրիլ պետք է վճարեք։ Այստեղ հարցի մեկ կողմն է, ինչու այդ ԱԾՆ-ներին չեք տալիս մաս վճարելու հնարավորություն, ինչպես որ տալիս եք մնացած քաղաքացիներին, եւ երկրորդը ինչպես եք հաշվարկել, որովհետև ԱԾՆ-ները դրանք այն քաղաքացիներն են, որոնք որ ծախսերել ունեն։ Դուք հաշվարկել եք այդ ԱԾՆ կարողանալու է այդ գումարը վճարել, թե չէ, 2 միլիոն 400 հազարը տարվա մեջ շրջանառությունը շատ փոքր շրջանառություն է։ Եվ այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա, որ ԱԾՆ-ները, շատ ԱԾՆ-ներ ունեցողները նաև աշխատող քաղաքացիներ են, որոնք որ արդեն իսկ ապահովագրված են իրենց աշխատանքի վայրում։ Հիմա ինչ են ասում են դուք պետք է մուծեք այդ ԱԾ-ով, հետո գնաք դիմում գրեք, հետո մի ամիս հետո հարկայինից երբ որ տվյալները ստանանք, այդ գումարները ձեզ հետ կտանք, այսինքն ստացվում է, որ քաղաքացիների գումարը մեկ ամսից ավել ինչ որ միտեղ շրջանառության մեջ է մնում, ինչեւ որ նորից վերադարձնում են քաղաքացուն։ Այսպես հախուռն, այսպես անհասկանալի մի իրավիճակ է ստեղծվել։ Իսկ ինչ վերաբերվում է, որ ասում եք հիվանդի պատմությունը մնացել է, միտեղ հիվանդին ստիպում են գնալ մեկ այլ տեղ, իրանք մի այսպիսի բան ունեին, պատճառաբանում ասում են Արմեդ համակարգում հիվանդի ամբողջ պատմությունը կա եւ պետքա տեսնել։ Եվ շատ տարօրինակ է, որ Արմեդ համակարգում, երբ որ քաղաքացիները սկսեցին գրանցվել, հանդիպեցին իրանց ծանր հիվանդության պատմությունը, որը որ երբեք չէին ունեցել։ Կոնկրետ իմ օրինակով բերեմ, ես ծանր թոքսերտային անբավարարությամբ բուժվել էի Գավառում, այնուհետև դիալիզ էի ստացել Վանաձորում, այնուհետև ապենդիցիտի կապակցությամբ վիրահատվել էի Ապարանում։ Այսինքն քաղաքացիների վրա շփոթմունք, հավելագրում, ինչ բառ ուզեմ, կարանք դնենք դրա տակ, այնպիսի ախտորոշումներ են, որ եթե անգամ քաղաքացին գնա մեկ այլ կլինիկա եւ փորձեն իր հիվանդության պատմությունը հանեն Արմեդից, չեն կարողանա, որովհետեւ այդ հիվանդը չի բացառում, որ իմ նման, այսպես ասած, առողջապահական туриզմին մասնակցած լինի, հա։ Եվ երբ որ ես դա հրապարակեցի, բազմաթիվ էին քաղաքացիների բողոքները, հետաքրքիր էր, որ մի բժիշկ ինձ գրեց, ասում է ինձ 70 տարեկան տղամարդ է զանգել, ասում է ես երբեք մանկաբարձ գինեկոլոգի մոտ այց չեմ արել, ինչի է իմ Արմեդում դա երևում, անգամ ունենք դեպքեր, որ տղամարդու վրա մանկաբարձ գինեկոլոգի այց են գրել։ Այսպես սավեշտալի այս իրավիճակում մենք մտանք ապահովագրություն։ Երբ որ 2 տարի առաջ, ինչ որ ժամանակ առաջ խոսվում էր, որ պիտի այսպիսի համակարգ ներդրվի, կարծես թե ներկայացվում են դրա առավելությունները պարզը, բայց ոլորտի մասնագետները, այդ թվում նաև ապահովագրական ընկերությունների աշխատակիցները, պաշտոնյաները նշում էին, որ սա նախ չէին հասկանում իհարկե ինչպես այս բոլոր խնդիրների այս տարծակը ինչպես պետք է բացվի եւ լուծումներ գտնեն, բայց նշում էին, որ սա վտանգ է իրենից ներկայացնում, որ առողջապահական ծառայության գները կտրուկ կբարձրանան։ Մենք գիտենք առողջապահական լավ, այսպես այդ համակարգերը ապահովագրության, որոնք ներդրված են Միացյալ Նահանգներում, եվրոպական երկրներում, բայց գիտենք նաև ծառայությունների գները, որոնք չափազանց բարձր են։ Այո։ Չափազանց բարձր են։ Դա հաշվի առնելով մարդիկ նշում էին փորձագետները, որ քիչ ծառայության գները կբարձրանան։ Սա մեկ հարց, երկրորդը մենք տեսնում ենք, որ ըստ այս համակարգի եւ դուք դրան անդրադառնում եք նաեւ ձեր Facebook-յան էջով, սոցիալական հարթակներով։ Բժիշկները, որ այդ ծառայությունը պետք է մատուցեն, իրենց համար որոշակի շեմեր են նշված յուրաքանչյուր ծառայության դիմաց։ Դեռևս այդ շեմերը բավական ցածր են եւ նույնիսկ տարակուսելի է ինչ-որ, եթե վիրահատող բժիշկը, վիրաբույժը վիրահատության համար դուք նշել եք 40 քանի թե 30 քանի հազար, այո։ Մինչև 40,000, այսինքն նոնսենս է հասկանալ ծանր վիրահատություն իրականացնող վիրաբույժը ոնց կարա դրա դիմաց 40,000
գումար ստանա։ Սա էլ երկրորդ հարց։ Սա լուրջ խնդիր է, որովհետև նախ սկսենք նրանից, որ ապահովագրական համակարգի ներդրումը դա շատ կարևոր է երկրի զարգացման համար, սոցիալական իրավիճակը կարգավորելու համար, աղքատության դեմ պայքարելու համար, սա շատ կարևոր է, որովհետև գրպանից ծախսերը առողջապահական բերում են մարդկանց աղքատացմանը, չենք քննարկում կարևորությունը, բայց շատ կարևոր է, որ ճիշտ էս ռեֆորմը կատարվի, որպեսզի մարդիկ չհիասթափեն այս ապահովագրությունից։ Ինչ են անում եւ ընդհանրապես ենթակառուցվածքները։ Բժիշկների համար պետք է առաջինը գնահատեին ինչից է ձևավորվել մինչև ապահովագրության ներդրումը սև շրջանառությունը գումարների բժշկական կենտրոններում եւ պետք է դրա դեմ առնեին, նոր անցնեին ապահովագրական համակարգի ներդրմանը։ Այս գներով, այս տոկոսներով սև շրջանառությունը չի վերանալու, որովհետև ապահովագրական փոխհատուցումները մեծ դեպքերում, շատ դեպքերում ինքնարժեքից ցածր է դրված եւ դրվել են այդ համապատասխան տոկոսները, որը որ պետքա բժշկին փոխհատուցվի։ Իմիջիալոց իմ գրառումից հետո, երբ որ աղմուկը բարձրացավ, առողջապահության նախարարությունը մի պարզաբանում դրեց, որի առաջի ենթագլխով հերքում էր, երկրորդով հաստատում էր այդ ասացները, ասելով, որ մենք թողել ենք տնօրենի միտքը էսպիսն էր, տնօրենի հայեցողությանը, հա, դե բնականաբար տնօրեններն էլ երբ որ ինքնարժեքից ցածր ծառայություն են գնում, բնականաբար իրենց հայեցողությունը ավելի ցածր է լինելու։ Մենք ունեինք ծանր օրինակ, դա այդ donation ծրագիրն էր, որը էլի իմ հասարակական կազմակերպության միջոցով մենք հայտնաբերեցինք, որ մարդիկ գնում էին ծննդատուն, որը որ պետքա լիներ 100% անվճար եւ գումարներ էին մուծում։ Երբ որ մենք պարզաբանում էինք, որ ծնունդը անվճար է, դա ձեզանից կաշառք են ուզում, մարդիկ հակադարձում էին, ասում էին, չէ, մենք օրինական մուծում ենք անում։ Եվ վերջում պարզեցինք մենք այդ օրինական մուծման ճանապարհը։ Ձևակերպվում էր նվիրատվություն, այդ վճարման easy pay համակարգում կար կնոպկա հատուկ, որտեղ գրած էր donation, սեղմում էին օրինական մուտք էին անում, այսինքն սև գումարը բերել էին այդ ձևով ստանում էին եւ մենք ներկա գտնվեցինք մի իրավիճակի, երբ որ միլիարդների հասնող պետական վերահսկողական ծառայությունը գումարներ հանեց եւ քաղաքացիներին վերադարձրեցին այդ գումարները։ Նույնը այստեղ է լինելու, որովհետեւ այնտեղ բժշկական կենտրոնների տնօրենները ունեին արդարացի պատճառաբանում, ասում էին մեզ տալիս է ենթադրենք 1000 դրամ ծառայության համար, բայց մեր ծառայության արժեքը 1600 դրամ է։ Այդ 600 դրամը մի տեղից պետք է վերցնեինք։ Հիմա նույնը լինելու է ապահովագրության համար։ Բժիշկները, այո, 3-ից 5% անեստեզիոլոգի գումար են, հա, տալիս կամ տալիս են ցածր գնով վիրահատության փոխհատուցում եւ մի հատ էլ այսպես աղյուսակ են կազմել, ասում են այդ ցածր գնով վիրահատության 30%-ը պետքա գնա աշխատավարձային ընդհանուր ֆոն, այդ 30%-ի 50%-ը պետքա լինի վիրահատող բժշկին, ասիստենտին եւ այլն։ Դրա հարկերն էլ որ հանում ես, տակը մնում է մի քանի հազար դրամ։ Իսկ մարդիկ բժիշկները այն բավականին չարչարանք են դնում եւ շատ մեծ դիսկուսեր, հա, նաեւ առողջապահության նախարարության ստեղծած չաթում էին իրան այդ բացատրում, որ երբ որ հաշվարկում ենք, մեզ ձեռք է տալի գնալ տաքսի քշել, ոչ թե գալ նստել հիվանդ վիրահատել, ու դա ասում են մեր պրոֆեսիոնալ բժիշկները։ Սա բերելու է երկու բանի։ Մեկը, որ սև շրջանառությունը շարունակվելու է մնալ եւ ավելի խորանալ, հիվանդից փող են վերցնելու։ Եվ երկրորդ տարբերակը պարզապես բժիշկները դուրս են գալու հիվանդանոցներից, արտագաղթելու են կամ գնալու են այն մասնավոր կենտրոնները, որոնք չեն ուզում ապահովագրությամբ աշխատել եւ իրենք վճարովի հիմունքներով իրենց հիվանդներին վիրահատելու են։ Վերադառնանք իմ առաջին հնչեցրած հարցին այս պարագայում։ Կանխատեսումը, որ գները կտրուկ կաճեն ծառայության, մենք տեսանք, որ դա չարվեց։ Դե դուք ներկայացրեցիք, որ նաև շեմերն են ցածր դրվել։ Ինչու է նախ շեմը ցածր դրվել, որ կանխարգելել այդ ծառայության գների կտրուկ աճը։ Թե շեմը դրվել է նաև որպեսզի քաղաքացիները չբողոքեն, որ ենթադրենք ոչ թե 129,000 եմ տարեկան վճարելու, այլ ենթադրենք 250,000
Այո, պարզ է, որ դուք նշում եք նույնիսկ միջին խավին, միջին եկամուտ ունեցող խավի գրպանին դա հարվածելու է։ Այո։ 129,800 դրամը իրենք դրել են անհասկանալի թիվ է, որտեղ ոչ մի ձև ակտուալական հաշվարկներ չեն ներկայացնում, ինչից են ենթադրել, որ այդ գումարը դրել են, սակայն դրել են նաև, այսպես ասած, այս տարվա համար այդ գումարը, մյուս տարի չի բացառում իրանք գումարը բարձրացնեն մինչև 164,000 դրամ։ Շուրջ 395,000 աշխատող ունենք, ԱՁ-ները հանած, մոտավորապես 50 մինչև 5 միլիարդ հավաքելու են մարդկանց ժողովրդից, բայց քանի որ իրենք վերցրել են նաև պետությունը սուբսիդավորող խմբեր, առաջի, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամներ 65+ եւ այլն, գները ցածր են դրել, որովհետեւ իրենք հասկանում են, որ այդ բյուջեն չի հերիքելու այդ գներով սպասարկմանը, այսինքն ինչ են արել, գործող պետպատվերի գները, որը որ արդեն իսկ ցածր էր, տարածել են դրա վրա, առաջ հիվանդանոցները ինչ որտեղ լռում էին դրա հետ կապված, որովհետև իրենք կարողանում են դա կոմպենսացնել վճարովի ծառայություններով, հիմա ապահովագրության ներդրման հետ կապված Հայաստանի Հանրապետության 50%-ը ապահովագրված է համարվում, վճարովի ծառայությունների գները իջնելու են ծավալները, որի արդյունքում հիվանդանոցը գուցե առաջի տարի նախարարին խոսք են տվել, որ պետքա պահեն եւ այլն, երկրորդ տարվանից բիզնես կանոններով ինքը չի կարողանալու այդ գներով այդ սպասարկումները անել, որի արդյունքում, ելի եմ ասում, սև շրջանառություն կլինի եւ այլն։ Իրականում այս հախուռն ներդրումը բերելու է նրան, որ եւ հիասթափվելու են բնակիչները, որոնք արդեն իսկ մենք տեսնում ենք, եւ բժշկական կենտրոնները, բժիշկները եւ ընդհանրապես բուժ անձնակազմը։ Արդյունքում մենք տեսնում ենք, ես կանխատեսել էի, որ առաջի 4 ամիսը գուցե նորմալ լինի, հետո անցնենք, բայց առաջի մի ամսից արդեն մենք հիվանդանոցներից ստանում ենք, այսպես ասած, մեսիջներ թեր ֆինանսավորման մասին։ Մենք տեսանք հայտնի շտապօգնության դեպքը, երբ որ մարդկանց չեն ընդունում հիվանդանոցներում։ Դա նշանակում է, որ ծրագիրը չի գործում։ Ամփոփելով այս հարցը, դուք կանխատեսում եք, որ առաջիկայում գները կբարձրանան։ Ես կանխատեսում եմ, որ առաջիկայում գները չեն բարձրացնի, բայց առաջիկայում մենք կունենանք բյուջեի խնդիր, հիմնադրամի բյուջեի խնդիր եւ քաղաքացիները, եթե առաջ լսում էին պետպատվերը վերջացել է, հիմա ասել են, որ ապահովագրական գումար չկա, հերթագրվեք։ Իդեպ իրենք օրենքում մինչև 6 ամիս հերթագրման բան են դրել, սահմանափակում են դրել, այնպես որ մեր քաղաքացիները նույն ձև լսելու են վերջացել է բառը, որի արդյունքում գնալու են եւ վճարովի ծառայություններից են օգտվելու։ Հավանաբար մեր բնակիչները, մեր համերկրացիները դա ենթագիտակցորեն դա զգում են։ Հենց հունվարից սկսած տեսանք մեծ հոսք դեպի բուժ հիմնարկներ, բուժ հաստատություններ, ովքեր որ նույնիսկ նախորդ տարիներին եւ որևէ հետազոտություն չէին անցել, ահա կգնամ։ Այո։ Եվ գնում էին։ Կանխատեսում են եւ զգում են այդ ինչպես դուք նշեցիք, պետպատվերի այդ տարվա կեսից այդ գումարների ավարտի այդ պատմությունը որ կա, երբեմն որոշ տարիներին լսել են, չնայած վերջի տարիներին եղավ ինչ որ մի տարի, որ առողջապահության նախարարությունը եւ ընդհանուր կառավարությունը նշեց, որ պետպատվերը մինչեւ տարվա վերջ այտենց բան չի լինելու, գումարը չի ավարտվելու, դուք հերթագրվեք, դուք գնացեք դիմեք։ Բայց մարդիկ գնացին եւ այդ մեծ հոսքը բերեց թե ծրագրի այսպես վատ աշխատանքի, դրան գումարած ձեր նշած խնդիրները, որ մարդիկ չեն հասկանում, նույնիսկ ծառայություն մատուցողը, էլ չասեմ ծառայությունից օգտվող, ծառայություն մատուցողը չգիտի այս համակարգը ինչպես է աշխատում, իր համար դա նորամուծություն է եւ ոչ պարզ բան, բարդ համակարգ է բավական։ Հիմա մարդիկ, լավ, ինչպես դուք եք նշում, դարձյալ այդ ենթադրենք հերթագրվում են իսկապես խնդիր ունի եւ պետք է գնա հետազոտության, ել չասենք ենթադրենք վիրահատության խնդիր բացվի եւ մարդը պետք է իրեն ասեն տարվա կեսից, ենթադրենք ապրիլից հետո որ պետք է սպասես։ Իսկ Իրանը գուցե եւ շտապ է։
իր հարցը։ Դրա համար իրանք այսպիսի արտահայտություններ էին անում, եթե հիշում եք վարչապետը եւ նախարարը երբ որ հանդիպում էին, սա ի սկզբանե կոչվում էր համապարփակ ապահովագրություն, հետո այդ օրը վարչապետը ասեց, ինչ համապարփակ, սա պետք է լինի համընդհանուր, բայց ոչ համապարփակ, հետո ասեց դա համընդհանուր է, բայց այդքան էլ համընդհանուր չի, այսինքն այդ տերմինոլոգիայից բառախաղի մեջ մտան եւ կարմիր գծով գնում էր մի մեսիջ մեր բնակչությանը, որ դուք ստանալու եք ձեր ապահովագրության, ձեր առողջապահական ծախսերի փոխհատուցման ընդամենը 30%-ը։ Մնացածը համավճարների եւ այլի խնդիրներ են լինելու։ Նայեք, պետպատվերը իրոք խնդիր էր, պետպատվերով ավելի քիչ շահառուներ մենք ունեինք, բայց ինչ էին անում, որպեսզի կասեցնեն պետպատվերի հոսքերը, իրենք ավտոմատ մեխանիկորեն առողջության առաջնային պահպանման կենտրոններին ճնշում էին։ Օրինակ, անցած տարի այսպես պետական առողջապահական գործակալությունը որոշել էր, որ մարզային հատկապես գյուղական ամբուլատորիաները սխալ ուղղագրումներ են արել պետպատվերի համար եւ իրենց անգամ տուգանեցին 50,000 դրամ այդ բժիշկներին, ինչու, որովհետեւ ասում են դե դուք ուղարկել եք կոմպյուտերային տոմոգրաֆիա անցնելու, պետք է չուղարկեիք, բայց այստեղ այսինքն ոչ ֆորմալ իրանք բժշկին ճնշում էին, որ բժիշկը մտածի էլի ուղարկի թե չէ, պետքա թե չէ, իրան կտուգանեն էլի ավելի լավ է չուղարկեմ, թող հիվանդը գնա ոնց ուզում է անցնի այդ համակարգչային տոմոգրաֆիա, նույնը այս դեպքում են անելու։ Իհարկե, եթե մի քիչ խորը մասնագիտական վերլուծություն անեն, թեկուզ այս մեկ ամիսը կհասկանան, որ ԱԱՊ, այսինքն առաջնային օղակ, մարդկանց դիմելությունը շատ քիչ է եղել։ Ավելի շատ դրա հիվանդանոցային, այսինքն մարդիկ գնացել են, չեն անցել check-up-ը, մարդիկ չեն անցել կանխարգելիչ առողջապահություն, մի անգամից իրանց ուղեգիրը վերցրել են, գնացել են հիվանդանոց։ Ինչու՞, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ԱԱՊ դիմողները տարվա մեջ լինում են տարվա բանը որ թվերը նայում ես 13 միլիոնի կարգի, մինչև 13 միլիոն։ Եթե դա բաժանում ես համամասնորեն ամիսների վրա, ամենակիչը պետք է 1 միլիոն այց լիներ առաջնային օղակ։ Իսկ եթե դա տարածում ենք ապահովագրականի վրա, որ 50%-ը մեր քաղաքացիների ապահովագրված է, սպասում ենք, որ մենք կունենանք 500,000 ապահովագրված այց ԱԱՊ, որը որ կլիներ նորմալ, չենք ասի լավ, կասենք նորմալ ընդհանրացակ, այ որ 700,000 ուներ, մենք կարող ենք խոսել, որ շատ դիմելիություն ունենք, բայց նախարարը հայտարարեց, որ 230,000 այց ենք ունեցել ԱԱՊ։ Ինչը ենթադրում է, որ մենք ԱԱՊ-ում չենք ունեցել ծանրաբեռնվածություն ապահովագրական, պարզապես մարդիկ իրաց թղթի հետևից են գնացել։ Սա առողջապահական առումով խնդիր է, եթե մենք բոլոր թղթի հետևից գնացողներին թուղթ ենք տալիս, ապա բնականաբար բյուջեն չի հերիքի։ Առաջնային օղակում դե գիտենք ովքեր են առաջին հերթին գնում պոլիկլինիկա, դա թոշակառու Այո։ Թոշակառուներն են, թոշակային տարիքի մեր համերկրացիներն են, տատիկ-պապիկներն են, երբեմն նաև մանկական ծառայություններից, մանկական բուժ սպասարկման ծառայություններից դե օգտվում են պոլիկլինիկաներից առաջնային, ոչ թե գնում են կլինիկաներ։ Եթե այսպես բաղադրիչների բաժանենք ձեր ասած թվերը, վստահ եմ, որ մեծ մասը կկազմեն 60-անց մարդիկ եւ մինչեւ 10-15-ը։ Այո։ Եվ այդ մարդիկ, որոնք որ չեն մտնում ապահովագրական պարտադիր ծառայության։ Այդ մարդիկ շատ գնացել էին դեղերի հետևից եւ դեղատներում երբ որ հետևում էինք, այս մի ամիսը ասում են մինչեւ 3 ամիս կարող եք տալ եւ բժիշկները որպեսզի ավել հերթեր չկուտակվի, այդ դեղորայքը մարդկանց տալիս են 3 ամսը մարդիկ մեծ տոպրակներով դեղատներից դուրս էին գալի, որը առաջի 4 օր հետո բերեց շատ կարևորագույն դեղերի դեֆիցիտի մեր երկրում։ Այսինքն մարդիկ մտնում էին, օրինակ սիաֆոր դեղը չկար արդեն շաքարի դեղը, որովհետև այնքան էին բաժանել, շատ քանակներով, որ մենք ունենք դեղորայքի դեֆիցիտ ամբողջ երկրում, դա բերել էր դրա դեֆիցիտին։ Այսինքն սխալ կազմակերպումը բերում է նրան, որ միտեղ կուտակել էին այդ դեղերը, միտեղ չէին կուտակել այդ դեղերը, դեֆիցիտ կար եւ այլն եւ այլն։ Հետո մեկ էլ եկավ դեռ նախագծով մի իրավական ակտ, որ ասեց, որ մի պաթոլոգիայով տարին մենք տալիս ենք 36,500 դրամի դեղ, բայց արդեն այդ մարդիկ չիմանալով այդ իրավական ակտը,
տվել էին ավելի շատ։ Հիմա մեր քաղաքացիների համար դեղերի սահմանափակում էլ կար։ Տարվա մեջ 36,000 դրամի կարգի է լինելու դեղերը մի պաթոլոգիայով։ Իսկ օրինակ սիրտանոթային համակարգի հիվանդների համար դա չնջին փոխհատուցում է։ Տիկին Պողոսյան, այս ֆինանսական ընդհանուր առողջապահական համակարգի քաղաքականության այս հարցերի շարքը ոնց որ թե ավարտեցինք, սա ամփոփելով կարող եմ ես նշել հայտնի խոսք կա, չէ, разведка боем։ Մի քիչ դա վերափոխելով մենք մտել ենք մարտի մեջ, բայց զուգահեռաբար հետախուզում ենք անում, որովհետև նախապես չենք հետախուզել ինչ խնդիրներ կարող ենք ունենալ։ Այսպես ենք հասկանում։ Ճիշտ է, ես բազմիցս ասել եմ, մինչև ներդրումը, որ պետք է կատարվել ճիշտ այսպես գույքագրում, առողջապահական գույքագրում, ենթակառուցվածքների մինչև իսկ բուժքույրերի եւ մայրապետերի գույքագրում, հասկանայինք մեր բժշկական կադրային քաղաքականությամբ ունենք այդ կադրերը, այդ ծավալը սպասարկելու, ունենք այդ հնարավորությունները այնպես սպասարկելու, որ մարզերում տեղում ստանան այդ ծառայությունները եւ այլն, այդ գույքագրումից հետո պետքա մեր թվայնացման գույքագրում կատարեին, հասկանալու համար արդյոք Արմեդը, որը որ միակն է, որպես ազգային օպերատոր, ինքը կարող է այդ ամեն ինչը եւ իմ համար շատ ցավալի է, որ տարվա վերջին 25 թվականի վերջին հայտարարվեց մրցույթ թվային օպերատորի եւ այլի համար եւ այնպիսի պայման պահանջներ էին դրել, որը որ ենթադրում էր, որ Հայաստանում նմանատիպ ընկերություն չկա եւ կարող է մրցույթը շահել օտարերկրյա օպերատորը, ինչը մեծ ռիսկեր է առաջացնում անձնական տվյալների հետ կապված եւ այլն, հա, այսինքն մենք պետք է ստեղծեինք, ուժեղացնեինք արդեն կամ եղածը ազգային օպերատորին, հա, որպեսզի եւ այդ ամբողջ բազան մեր երկրի առողջապահական լիներ, մնար մեր երկրում, հա, այսինքն այս գույքագրումներից հետո պետքա լիներ, այսպես ասած, պիլոտ բառը այդքան էլ ճիշտ չի, բայց ավելի փոքր խմբով մի հատ մեկնարկ, նորից այս թերությունները հասկանայինք, տարածեինք, օրինակ լիներ մեկնարկ առաջի, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամները, որը նախկինում պետպատվերի շահառուն էին եղել, դրանց տարածվեր ապահովագրություն։ Հետո հասկանայինք խնդիրները, կարգավորենք, նոր անցնեինք մեծ խմբերի, սկսեինք մարդկանցից փողերը, դա հարկատեսակ է, հա, այդ հարկը դնեինք մարդկանց վրա։ Բայց այսպես հախուռն անելուց հետո մենք տեսնում ենք, որ մենք լուրջ խնդիրներ ունենք, թվայնացման ոլորտում խնդիր ունենք, ենթակառուցվածքներում խնդիր ունենք, քաղաքացիներին տեղեկատվության տալու խնդիր ունենք, այս խնդիրները հասկանալի տեղեկատվության, այո, խնդիր ունենք, բազմաթիվ ես դեպքեր ունեմ, որը որ արխիվացրել եմ, երբ որ առողջապահության նախարարը մեկ բան է ասում, հիմնադրամի ղեկավարը մեկ այլ բան է ասում, հիմնադրամում աշխատող պաշտոնյան Zoom հարթակում բժիշկների հետ հանդիպելուց երրորդ բանն է ասում, բժիշկներն էլ են քաոսի մեջ, չեն կարողանում հասկանալ ինչի մասին է խոսքը։ Սա շատ վատ բան է, տենդենցիա, որ այս կարևոր ռեֆորմը կհիասթափեցնի բոլորին։ Առողջապահական քաոսի մեջ ենք, այդպես կարող ենք ասել։ Արդեն անցնենք մի քանի կարևորագույն հարցերով, որը հետաքրում են մեր բաժանորդագրված քաղաքացիներին։ Նախ առաջին հերթին դուք շտապօգնության ծառայության մասին արդեն առիթ եղել է խոսել եք։ Հիմա ինչ եք տենում արդեն այս երկրորդ ամսվա ընթացքում 26 թվականի դուք կանխատեսում եք, որ գիտեք շտապօգնության ծառայությանը բեռնաթափելը այսպես անհատական բժիշկներով, այսինքն հասկանում ենք պոլիկլինիկայի բժիշկը պետք է հերթագրվես, կարող է շտապօգնություն զանգես եւ քեզ այսպես ասեն վերաուղղորդեն քո զանգը պոլիկլինիկա, այսինքն մենք չենք գալիս, պետք է գա քո թերապևտը։ Այո։ Ենթադրենք մարդը բարձր ճնշում ունի, բայց չգիտի ինչ խնդիր է տանը։ Առաջնայինը ստուգի քո ճնշումը, չունեմ այդ սարքը տանը։ Այո։ Ճնշում չափից չունեմ։ Չունեմ ինչ անեմ, դե սպասի թերապևտը կգա կչափի, բայց այդ մարդը գլխացավը, չգիտի որ այդ գլխացավը ներեցեք, բայց ինսուլտի նախանշանն է, իր հարցը նույնիսկ ժամերի չէ, 1 ժամվա, կես ժամվա հարց է, որ պետք է լուծվի, եւ այս խառնաշփոթը տեղեկատվական, լավ հասկանում եք շտապօգնությանը բեռնաթափել, բայց ինչպես։
Շատ տարօրինակ ռեֆորմներ են անում շտապ օգնությունում, այդ 8 կանչը, որ իրանք ֆիքսել են, ոչ մի ձև ես չեմ հասկանում, ինչ վիճակագրություն է վերցրել, որ այդ 8 կանչը ինչի 7 չի, ինչի 9 չի, ինչի 8, հա? 8 ամսական թե տարեկան։ Տարեկան 8 կանչը, հա, ճիշտն ասած ես սիմվոլիզմին չեմ հավատում, բայց ինչ որ շատ են այդ 8 թիվը իրան այս իշխանությունն է սիրում, հա? Եվ երբ որ ես բազմիցս խոսեցի, ասեցի մենք կարևոր ժամանակն ենք կորցնելու, այսինքն ինսուլտով հիվանդի համար առաջի մի քանի ժամերը շատ կարևոր են հետագայում ինվալիդիզացիա չունենալու համար եւ այլն, ու շատ տարօրինակ է, որ մենք արդեն իդրավտ համակարգում տեսանք մի նախագիծ, որ առաջարկում են մոպեդներով շտապ օգնության ծառայությունը։ Սա աբսուրդ է, ու գիտեք ինչն է հետաքրքիր, երբ որ ես առաջի անգամ դա հրապարակեցի 2 օր առաջ, բժիշկներ կային, որ ինձ նամակ էին գրում, ասում են Տիկին Պողոսյան, դուք լուրջ մարդ եք, ես խեք sense ձեռ առնում ես, ասում եմ ես չեմ, էլի նախարարի նախագիծն է դա, անգամ մարդիկ չէին հավատում, որ մենք երբևիցե կտեսնենք այդ նախագիծը, հա? Իրականում ինչ են ասում են դու մոպեդներով, բժիշկը մոպեդով թող հասնի հիվանդին։ 50-նանց կին է, ընդհանրենք Չեն նախատեսում, ասում են պետքա բժիշկը լինի կրեատիվ, ջահել, երևի տղամարդ, որ իրա վրա մոպեդից բացի, մոպեդ վարելուց բացի, ինքը պետքա իրա հետ վերցնի EKG-ի ապարատը, դեֆիբրիլյատորը, այդպես 9 կետից բաղկացած, դա պայման պահանջ է, որը որ հաստատվում է, այսինքն լիցենզավորում են մոպեդը, եթե այդ ամեն ինչը կա, հա? Եվ այս բժիշկը պետքա այդ մոպեդով այդ ծանր ուսապարկով հասնի, բայց ամենավտանգավորը պայման պահանջների մեջ դրված է նարկոտիկ անալգետիկները։ Դուք պատկերացնում եք, չէ՞, ինչպես ենք մենք վտանգում այդ բժշկի կյանքը, հա, եթե ստացվի այս իհարկե օրինակ, հա, ես այո, ասենք մորֆին դնի յուգզակի մեջ գնա, մենք հատուկ ունենք նարկոտիկների պահպանման կարգ, սեյֆ պետքա լինի եւ այլն։ Լավ, ենթադրենք իրանք հաջողեցին այս մոպեդներով գնացին։ Ասում են շատ կարևոր են ժամերը, դրա համար ենք այդպես անում։ Հիմա այնտեղ կարևոր չեն, այն 120 րոպեն են դրել, այստեղ ասում է շատ կարևոր է մենք մոպեդներ պետք է անենք, մոպեդավարը բուժքույր չի ունենալու, այսինքն ինքը գնալու է մենակ բժիշկը եւ իրականում բերում են միջազգային փորձը, այո, շատ երկրներում, օրինակ Իսրայելում, Մեծ Բրիտանիայում կան այդպիսի մոպեդներ, բայց դրանք պարամեդիկներ են աշխատում եւ նրանք չեն փոխարինում շտապ օգնությանը։ Կանչը գնում է եւ շտապ օգնությանը եւ մոպեդին։ Մոպեդը հասնում է առաջի բուժօգնությունը, ասենք ձեր ասած մինչեւ ճնշումը չափի էս կոմենքում շտապ օգնությունը կհասնի տարբերակն է, ոչ թե որ բժշկին դնում են մոպեդի վրա, ասում են գնա շտապ օգնությունը ցուցաբերի, հետ արի։ Եվ այս բարեփոխումն են անում։ Եվ դրա հետ մեկտեղ էլ զուգահեռ կարևոր ժամերից շտապ օգնության ծանրաբեռնվածությունից խոսելով հանդերձ մենք տեսնում ենք, որ Արմենիա ԲԿ-ի դեմը 2 շտապ օգնություն մի ժամ համոզում են, կանգնած, որ հիվանդ ընդունեն։ Այսինքն մենք հասել ենք մի փուլում, որ ոչ միտեղ տրամաբանություն չկա։ Եվ այս ամեն ինչը հիվանդի կյանքի հաշվին է լինում, այսինքն եւ շտապ օգնության արագ արձագանքը, եւ դանդաղ արձագանքը, եւ հիվանդ չընդունելը բացառապես հիվանդի կյանքի հաշվին է։ Ինչի հետ են առնչվում, մենք դրա մասին մասնակի խոսեցինք նախորդ րոպեների ընթացքում։ Առաջին հերթին մեր քաղաքացիները գնալով թեկուս առաջնային օղակը պոլիկլինիկա հերթերի հետ։ Այո։ Հիմա մի քանի օր առաջ որոշակի փոփոխություն կատարվեց, որ կարող եք դե on-line գրանցումը կար այցի, այսինքն յուրաքանչյուրը ունի պոլիկլինիկայում իր թերապևտը, այցի on-line գրանցման հնարավորություն կար, բայց նաև պոլիկլինիկա ներս էին մտնում, այնտեղ կար այդ հերթագրման ապարատը, որով կարող էիր քո բժշկին գտնել անունած կանոնով, հերթագրվեիր այցի, սպասեիր քո հերթի։ Հիմա այդ հերթագրումը չկա, ասում են, եթե դու on-line չես գրանցվել նախապես, ապա պետք է այս մոտենաս այս պատուհանին, դե երևի նախնական լուծումն է այդ խնդրի։ Ու այդ պատուհանի մոտ մի խելագար հերթեր։ Դու մեծահասակ մարդիկ չես կարող պահանջել, գիտեք, ձեզ մոտ տանը համակարգիչ ունեցեք, համակարգին միացված լինեք, սմարթֆոն ունենաք։ Այդ մարդիկ նույնիսկ սմարթֆոնից որոշները չգիտեն օգտվել մինչև հիմա եւ դա շատ
բնական է։ Այո։ Տեսողության խնդիր ունեցող մարդը ոնց սմարթֆոնից։ Հիմա ստիպված պետք է գնա այդ հերթը կան։ Այո։ Այդ հերթերի առաջացումը, եթե մենք ուշադիր այսպես էվոլյուցիան նայում ենք առողջապահության վերջի տարիներին, վերջի 3-4 տարիներին։ Ինչու՞, որովհետև ինչ արեցին, պոլիկլինիկաների օպտիմալացում արեցին։ Ամբողջ աշխարհում ընդունված էր, որ առաջնային օղակը, պոլիկլինիկան պետք է լինի մոտ բնակավայրին։ Ամբողջ աշխարհում գոհունակության ցուցանիշներից ամենակարևորը համարում են հասանելիությունն է եւ համարում են, որ լավագույնն է այն առողջապահությունը ԱԱՊ-ի մասով, երբ որ մարդը ոտքով հասնում է իր բժշկական ծառայություն մատուցող ԱԱՊ-ին։ Ինչ արեցին Երևանում, բազմիցս դրանից այս տարիների ընթացքում ես խոսել եւ կանխատեսել էի սա, օպտիմալացրեցին բազմաթիվ պոլիկլինիկաներ եւ մարդկանց դրանով 4-5 պոլիկլինիկա երբ որ միացրեցին, սարքեցին մեկ, բնականաբար այդ 5 ծառայությունները եկան մեկտեղվեցին եւ այդ հերթերը առաջացան։ Այս կառավարության համար օպտիմալացումը դարձել է սիրելի գործելակերպ, հա, օպտիմալացրեցին Երևան քաղաքի պոլիկլինիկաները, օպտիմալացրեցին մարզային առողջապահական բժշկական կենտրոնները, հիմա օպտիմալացնում են գյուղական ամբուլատորիաները։ Այս օպտիմալացման արդյունքում տուժվում է բացառապես քաղաքացին, որովհետև ինքը այդ ենթակառուցվածքին չի կարողանում հասնել։ Արդյունքում այդ հերթերը, արդյունքում ասում են բժշկական կենտրոններին, որ դուք պետք է ունենաք այդ ապարատները, որոնք որ բավականին թանկ են, եւ ինչ որ մեկի բիզնեսն է, որ ուզում են, այսպես ասած, ճանապարհ տան, ասում են պարտադիր պահանջ է, որ դա պետք է ունենանք, ինչպես նաեւ այդ անպայման Արմեդ համակարգով հերթագրումները, այո, մեր քաղաքացիները մենակ տարիքովները չէ, շատերը չեն կարողանում այդ Արմեդ համակարգ մուտք գործեն, ոչ թե նրա համար, որ չեն տիրապետում կամ սմարթֆոն չունեն, չի աշխատում այդ համակարգը, ուղղակի չի աշխատում։ Եվ ամենակարևորը 15-20 րոպե զանգ ես դա պահում, պատասխանող այն կողմից չկա, որտեղ այդ Արմեդ համակարգը այդ ծավալներով չի կարող սպասարկել, գնահատված չի։ Եվ դրա արդյունքում ինչ ենք ունենում ենք էլի տուժված քաղաքացի, որը որ չի կարողանում հասնել իր բժշկին։ Դրա հետ մեկտեղել պատկերացրեք բժշկի մոտ 20 հոգանոց հերթ, հա, իմիջիայլոց քանակի մեջ կորում է նաև առողջապահական որակի մասին չենք խոսում անգամ այս օրենսդրական փոփոխություններից հետո, մեկ էլ կանչա գալիս, ու այդ բժիշկը պետք է այդ 20 հոգուն չսպասարկի, որովհետև ինքը 2 ժամում պետք է հասնի այդ շտապօգնության կանչի փոխանակման տեղը։ Ես չգիտեմ, չեմ հասկանում ինչպես են այս որոշումները կայացվել։ Եվ վերջի հարցը, կրկնում եմ, հնարավոր չի բոլոր հարցերին այս մեկ հարցազրույցի ընթացքում անդրադառնալ։ Ֆարմացևտիկ շուկային էլ փորձենք մեկ հարցով անդրադառնալ։ Կանխատեսվում էր, որ դեղերի գների աճ կլինի։ Վերջին տարիներին շատ է դրա մասին խոսում, քննարկվում, տարբերություններն ու այդ համեմատությունները դնում են վրացական դեղերի շուկայի հետ։ Ինչու է այնտեղ էժան, այստեղ թանկ։ Դժվար է բացատրել, բայց բացատրվում է մասնագետների կողմից։ Որտեվ ի վերջո այնտեղ այլ համակարգ է գործում։ Այստեղ հիմա դեղերի գների աճ, նույնիսկ դեֆիցիտի չլինելու հետևանքով հնարավոր է թե ոչ։ Մեր դեղորայքային շուկան չի կառավարվում պետության կողմից, որի արդյունքում մենք ունենալու ենք անդադար դեղերի գների աճ եւ մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ դեղերի մուտք Հայաստանի Հանրապետությունում։ Բացատրեմ ինչու, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը դեղերի շրջանառությունը կարգավորվում է մայր օրենքով, դեղերի մասին օրենքով։ Դեղերի մասին օրենքում ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա ռեֆերենս պրայս։ Ինքը դեղերի գների սաստման պրայսն է, որը որ պետք է աշխատել դրա վրա եւ ներկրողներին եւ արտադրողին ասել, որ մենք այս պրայսով ենք դեղը ձեզանից գնելու, սա իմ երկրի փաստաթուղթն է, հա, կարևոր
կարևորագույն։ Հայաստանի Հանրապետությունում չկա այդ պրայսը։ Վերջի 4-5 տարիներին անդադար դրանից խոսում ենք, վերջի անգամ ասեցին, որ աշխատում ենք այդ պրայսի վրա, բայց դեռ չկա։ Ես հասկանում եմ ինչու չկա, որովհետև ներկրողներին դա ձեռք չի տալի, որ ունենան այդ ռեֆերենս պրայսը, ինչպես նաև պետությունը դրա համար դրել է մի կողմ։ Դեղերի գները Հայաստանի Հանրապետությունում, եթե Վրաստանի հետ ենք համեմատում, 3 անգամ, շատ դեղերի դեպքում անգամ 100%-ով թանկ է, եւ որի արդյունքում դեղերի մեծ քանակությունը մարդիկ գնում են եւ Վրաստանից են բերում։ Վրաստանում հետաքրքիր տուրիզմ է զարգացել, դեղորայքային տուրիզմ է այդ կոչվում, որովհետեւ մեր քաղաքացիները ապահովում են այնտեղի շուկայի շարժը։ Ինչպես նաև ապահովագրության այս օրենքի մեջ շատ հետաքրքիր մի բան են արել, դեղերի գների համեմատումը, չեն ասում իմ երկիրը ունի պետք է ունենա դեղերի ռեֆերենս պրայս, համեմատում են օրինակ Չեխիայի Հանրապետության հետ, Վրաստանի Հանրապետության հետ։ Հիմա հարց է առաջանում, եթե դուք ԵԱՏՄ անդամ եք եւ ԵԱՏՄ-ում կան, իմիջիալուս մեր մոտ դեղերը Մոսկվա Ռուսաստանից են շատ էժան։ Եթե դուք ԵԱՏՄ անդամ եք եւ ԵԱՏՄ դեղերի գրանցամատյանում կան 12000-ից ավել դեղ, դուք ինչու եք համեմատվում, օրինակ, ասենք Չեխիայի Հանրապետության հետ, անհասկանալի է դա ինձ։ Եվ այս խառնաշփոթի մեջ բնականաբար ովքեր են օգտվում, մարդիկ, որոնք որ ներկրում են դեղ, ինչ գին ուզում դնում են, ինչ գնով ուզում են վաճառում են, լոգիկա չկա դեղերի հետ կապված ապահովագրական կամ պետպատվերի շրջանակում տրվող դեղերի գները կարան օրվա մեջ 3 անգամ փոխվեն եւ քաղաքացին, որը որ առաջի անգամ եկել է դեղը վերցրել է 100% անվճար, հաջորդ անգամ մուտք գործելուց տեսնում է, որ ինքը պետք է համավճար մուծի, որովհետեւ դեղը թանկացել է։ Ու այդ դժգոհության թիրախը դառնում են դեղատան աշխատողները, բայց համակարգն կամ տվյալ դեղամիջոցը պարզապես չկա։ Այո, կամ տվյալ դեղամիջոցը չկա։ Հայաստանի Հանրապետությունում դեղերի դեֆիցիտը շատ ծանր վիճակում է։ Մենք մեր նման երկրները պետք է ունենան շուրջ 8-9 անուն գրանցված դեղ, որպեսզի ասեն ազգային անվտանգության առումով փակված է խնդիրը։ Հայաստանի Հանրապետությունում 3200-ի կարգի դեղ է գրանցված, բայց փաստացի արկան ավելի քիչ է։ Եվ սա խնդիր է, որ կա պահանջարկ, մաքսանենք բերողները կան եւ այդ դեղերը այդպես ծախում է։ Միայն շատ կարևոր կարճ բան էլ ասեմ, մենք ունենք հատուկ դեղերի ցանկ, որը որ պարտադիր քո երկրում պետքա լինի։ Շատ կարևոր, ինքը անվտանգային խնդիր է։ 500 քանի անուն դեղ է։ Ես մի օր համեմատեցի մի 6 ամիս առաջ, պարզվեց 50%-ը Հայաստանում այլևս գրանցված չի։ Ոչ թե չկա, այլ գրանցված չի։ Գրանցումները ավարտվել է եւ դեղ արտադրողին հետաքրքիր չի մեր շուկան չի գրանցել։ Եվ երբ որ ես դրանից խոսեցի, 1 օր հետո հատուկ նամակ իջացրեցին նախարարությունից դեղ ներկրողներին, որ այդ դեղերը դուք կարաք առանց գրանցման էլ բերեք, էլի մենակ արագ բերեք։ Այստեղ երկու խնդիր կա։ Լավ է, որ լուծվեց դեղերի արկայությունը Հայաստանում, վատա որ չգիտես ինչ են բերելու, էլի։ Եվ վերջերս արդեն մենք տեսնում ենք, որ պարալելնի իմպորտով, կողմնակի ներմուծումով բերվող դեղերի մեջ կան փաստաթղթերի կեղծ ներկայացումներ, այսինքն այդ շուկան դարձել է մի հատ անհասկանալի մի բան, վերահսկողությունն էլ թույլ, եւ դրա արդյունքում մենք դեռ երկար տեսնելու ենք դեղերի գների աճ։ Շնորհակալ եմ Տիկին Պողոսյան։ Ես եմ շնորհակալ։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Armenia Today-ի խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հյուրն է առողջապահական ոլորտի փորձագետ, առողջության իրավունք հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը։ Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, շարունակեք հետևել մեզ առայժմ։